Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական լուծում չունի, Երևանի դիրքորոշումն անփոփոխ է։ Հենց դա է պատճառը, որ Հայաստանը մշտապես համաձայնում է հանդիպումների եւ այս անգամ էլ ընդունել է Ռուսաստանի նախագահի հրավերը, ընդգծում է նախագահը։ Սոչիում խոսվել է սահմանագծի վերջին միջադեպերի մասին։ Առանձին պայմանավորվածություն ձեռք չի բերվել, քանի որ 94-ի պայմանագիրն արդեն իսկ ենթադրում է հրադադարի պահպանում։ Նախագահը չի կարծում, որ սահմանային միջադեպերը կշարունակվեն նույն ինտենսիվությամբ։ Ես չեմ կարծում, որ նույն ինտենսիվությամբ կշարունակվեն, որովհետև նախ դեպքերը ցույց տվեցին, որ հայկական զինված ուժերը ամբողջովին տիրապետում են իրավիճակին եւ ադրբեջանցիների բոլոր փորձերը անշուշտ ձախողվեցին։ Միտեղ շատ ավելի արագ եւ կտրուկ, մեկ այլ տեղ որոշակի կորուստներով։ Սահմանային միջադեպեր։ Ինչ խնդիր էր ուզում լուծել Ադրբեջանը։ Նպատակները տարբեր են։ Ըստ Սերժ Սարգսյանի ամենագլխավորն այն է, որ Բաքուն փորձում է միջազգային հանրությանը հասցնել այն գաղափարը, որ պատերազմը չի ավարտվել, ավարտվել է մի փուլը, եւ պետք է հիմա շատ շտապ միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի խնդիրը ստանա իր վերջնական լուծումը։ Հաջորդ նպատակը, որ Ադրբեջանի զինված ուժերը, Ադրբեջանի ղեկավարությունը իր առջև դնում է, դա ինչպես ժողովուրդն է ասում, հայերի աչքը վախցնելն է։ Նրանք ուզում էին ցույց տալ եւ իրենց եւ ուրիշներին, որ իրենք ուժեղ են, որ իրենց զինված ուժերը մարտունակ են եւ իրենք կարող են, ինչպես իրենք են ասում, պատժել հայկական զինված ուժերին։ Եվ ինչպես տեսակ, այդ խաբկանքը նրանց հասցրեց ոչ այսպես բարենպաստ մի հանգրվանի։ Մեր զինուժը մարտունակ է ու դա ապացուցեց վերջին միջադեպերի ժամանակ, գնահատում է Գերագույն գլխավոր հրամանատարը։ Մենք շատ լավ կազմակերպվածության բարձր աստիճան ունեցող զինված ուժեր ունենք եւ մեր զինված ուժերում կառավարումը գրեթե անթերի է։ Մեր տղաները հերոս տղաները։ Մարտերը նաև լրատվական դաշտում էին ու սոցցանցերում։ Պատրաստ ենք արդյոք դրան։ Ի տարբերություն միջնադարյան հասարակական հարաբերություններ հաստատող մեր հարևանի, մենք բաց հասարակություն ենք եւ մեր մամուլն էլ ազատ է։ Ով ինչ ուզում ասի, ինչքան էլ մեզ մեղադրեն մամուլը կառավարելու մեջ, գոնե մամուլի ներկայացուցիչները մեծ մասը գիտեն, որ իրենք ազատ են։ Նույնիսկ շատ կոշտ դիրքորոշում ունեցողները իշխանությունների նկատմամբ քաղաքական մեր հակառակորդները իրենց մեջ ուժ գտան դրական արձագանքելու մեր բանակի գործողությունների մասին եւ դա նրանց պատիվ է բերում։ 90-ականներին մեր հաղթանակը պայմանավորված էր ոչ միայն մեր զինվորների հերոսությամբ, այլև Ադրբեջանի հասարակության մեջ խառնաշփոթով։ Այս հանգամանքը Բաքվում չեն մոռացել, ընդգծում է նախագահը։ Երբ որ Ադրբեջանի ղեկավարությունը, Ադրբեջանի նախագահը մշտապես ասում է, որ Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, Հայաստանը կործանման եզրին է եւ այլն, շատ պարագաներում նա կրկնում է մեր, այսպես ասած, որոշ ընդդիմադիրների կարծիքներ եւ այլն։ Ուզում եմ ասել, որ այդպիսի վերաբերմունքը ոգևորում է ադրբեջանցիներին։ Ուղղակի իմ խնդրանքն է մեր ընդդիմադիրներին որոշ դեպքերում եւ որոշ հարցերի շուրջ լինել զուսպ։ Ես նրանց կողմ չեմ անում մեր դեմ չպայքարել։ Ընդդիմությունը նրա համար է, որպեսզի պայքարի իշխանությունների դեմ։ Բայց երբ որ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակ է, երբ որ սահմաններին կոնֆլիկտների թիվը ավելանում է, հակառակորդին ոգևորելը լավ բան չէ։ Ալիևը մեկ ժամում Թվիթերում 60 գրառում կատարեց։ Հասանովն ասաց, որ պատրաստ են երկրի երեսից ջնջել Երևանը։ Արդյոք պետք է արձագանքել այս հիստերիային։ Ամեն ինչին արձագանքելը մեր գործելակերպը չի, մեր գործելաոճը չի։ Ես խոր համոզմունք ունեմ, որ երկրի նախագահը, պաշտպանության նախարարը եւ որոշ այլ գործիչներ իրավունք չունեն հուզական ելույթների։ Հուզական ելույթներն էլ են անհրաժեշտ, բայց այլ դեպքերում, հասկանում եք։ Եվ ամեն անգամ Սեյրան Օհանյանը պատասխանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարին չի հասնելու։ Լեզվակռիվը ում է պետք։
կամ ամեն անգամ ես պատասխանեմ Ադրբեջանի նախագահի անձնական վիրավորանքին։ Գիտեք, եթե իմ չպատասխանելը դիտվեր այլ տեսանկյունից կամ նրա ասածը դիտվեր իբրև ճշմարտություն, իհարկե ես պարտավոր եի արձագանքել։ Բայց ես ինչ արձագանքեմ Ադրբեջանի նախագահի այն ասածներին, թե իբր Հայաստանի ղեկավարությունը կոռումպացված է, կրիմինալ է, չգիտեմ, ռազմական խունտա է եւ այլն։ Ամբողջ աշխարհը մեղադրում է Ալիևին կոռուպցիայի մեջ, իսկ ինքը մեզ, այսինքն ես ինչ պետք է պատասխանեմ։ Ես կարծում եմ ոչ մեր հասարակության համար եւ ոչ էլ միջազգային հանրության համար այստեղ որևէ խնդիր գոյություն չունի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հոխորտանքին, ապա կողմերը քաջատեղյակ են միմյանց հնարավորություններին։ Բանակցությունների ժամանակ այդ մասին նաև Ալիևն է ասել։ Այո, եւ դա ես առանց որևէ մտավախության եմ ասում, Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանից կարող են հասնել նաև Երևանի սահմաններին, եթե ռազմական գործողություններ սկսվեն։ Բայց այդպիսի բաները անպատիժ երբեք չեն մնում։ Եվ Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ գիտի, թե ինչ կարողություններ ու հնարավորություններ ունեն հայկական զինված ուժերը։ Եվ նրանք շատ լավ գիտեն, որ մենք ունենք բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շարավիղը 300 կիլոմետրից ավելին է, եւ որոնք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին Մաղդամի ավերակներն են։ Ընտրության հարց է։ Եթե այդ մարդիկ իրենց գլխից ձեռ են քաշել, եթե նրանք որոշել են, որ պետք է գնալ ռազմական լայնածավալ գործողությունների եւ նույնիսկ կարող են Հայաստանի բնակավայրերին, որոնք սահմանամերձ չեն, ընտրել որպես թիրախ, ապա թող իրենց պատասխանատվության մասին մտածեն։ Տեսարձակ ինձ որոշ դեպքերում թվում է, որ որոշ մարդիկ Բաքվում երևի երեկոյան ժամերին աշխատանքից հետո կոմպյուտերային խաղերով են զբաղված եւ կռիվ են խաղում։ Բայց նրանք պետք է հասկանան, որ վիրտուալ իրականությունը մի բան է, իսկ իրականությունը մեկ այլ բան։ Երբեք չի կարելի չոր թվեր դնել եւ հաշվարկել, ասել մեր համախառը ներքին արդյունքը այսքան է, Հայաստանին է այսքան։ Մենք ունենք այսքան տակ, Հայաստանը ունի այսքան տակ։ Եվ ուրեմն եթե ռազմական գործողություններ լինեն, ապա մենք կհաղթենք։ Իմ ասածը չի նշանակում, որ համախառն ներքին արդյունքը նշանակություն չունի, որ փողը նշանակություն չունի, որ տանկերի քանակը նշանակություն չունի, ես դա չեմ ասում, իհարկե ունի, բայց դա բավարար չէ։ Եվ վերջին գործողությունները այդ մասին էին խոսում։ Բաքվի գործողությունները հանգեցրին կորուստների, ի տարբերություն հարևանի, մենք մեր կորուստները չենք թաքցնում։ Անհնար է զինվորի կորուստը թաքցնել, առավել ևս մեր հասարակության մեջ։ Դա չեմ կարծում, որ հնարավոր է։ Մյուս կողմից իրենք փորձ են անում թաքցնել իրենց կորուստները իրենց իսկ հասարակությունից։ Եվ ինչ որ ժամանակ դա իրենց հաջողվում է։ Եվ նրանք այդ կորուստները ձգում են այսպես ժամանակի մեջ։ Եվ եթե այսօր նրանք ունեցել են ենթադրենք 10 զոհ, ապա այդ 10 զոհի մասին չեն հայտարարում։ 10 զոհի մասին հայտարարում են մեկ շաբաթյա ժամանակահատվածում։ Եվ որպեսզի այստեղ ավելորդ խոսակցություններ չլինեն, ես հանձնարարել եմ պաշտպանության նախարարին, որպեսզի հատուկ զբաղվեն եւ հրապարակեն մեր մամուլում, ինչպես մեր զոհերի անուն-ազգանունները, զինծառայողների նկատի ունեմ, այնպես էլ ադրբեջանական զինծառայողների սոհված, մահացած անուն ազգանունները, որպեսզի մարդիկ առարկայորեն տեսնեն, ով է ավելի շատ կորցրել եւ քանի անգամ։ Օրերս Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերի ընկավ ու մահացավ Ադրբեջանում։ Արդյոք գործ չունենք ռազմական հանցագործության հետ։ Ես ասեցի Ռուսաստանի նախագահի ներկայությամբ Ադրբեջանի նախագահին, որ ամոթ է
այդպիսի մարդկանց սպանելը։ Նա ասեց, մենք չենք սպանել։ Ասի մարդը 31 տարեկան տղան, ինչի պիտի անցներ, ինչպես ես եմ տեղեկացված ոգելից խմիչքի ազդեցության տակ ձեզ մոտ եւ մահանար։ Ասում եմ, դե կարող է վախեցել է մահացել։ Դες իհարկե, բայց մյուս կողմից էլ մենք պետք է հասկանանք, որ զուսպ պետք է լինենք։ Պատերազմը հանակ չի, պատերազմը անլուրջ վերաբերմունք չի ընդունում։ Ես հասկանում եմ, որ անհնար է բոլորին վերահսկել, ես հասկանում եմ, որ տարբեր հանգամանքներ են լինում, եւ դա չի արդարացնում ադրբեջանցիների գործողությունները, բայց մեր սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիները շատ լավ պետք է հասկանան, որ գործ ունեն թշնամու հետ, զայրացած, գազազած թշնամու հետ։ Սահմանային միջադեպերից հետո Անկարան ցավակցեց միայն Ադրբեջանին։ Էրդողանն իր հայ լինելու վարկածը որպես վիրավորանք որակեց։ Բայց ինչու եք զարմանում Թուրքիայի վերաբերմունքից։ Եղել է դեպք, երբ որ Թուրքիան անաչառ դիրքորոշում արտահայտի։ Թուրքիան այն երկիրն է, որ միանշանակ սատարում է Ադրբեջանին ցանկացած հարցում։ Եվ ես իրոք կզարմանայի, եթե պարոն Էրդողանը ցավակցություն հայտներ նաև հայկական կողմին։ Ինչ վերաբերում է նրա մոտեցումներին, ես կարծում եմ այստեղ էլ զարմանալի ոչինչ չկա։ Եվ իրոք կարծում եմ, որ հայերի համար էլ վիրավորական կլներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է։ Այնպես որ այստեղ էլ պետք չի զարմանալ, այլ բան, որ այդպիսի դիրք զբաղեցնող մարդիկ պետք է զուսպ լինեն, իսկ նրանք զսպվածություն չունեն։ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ խոսվել է հայ-ռուսական օրակարգի բոլոր հարցերի մասին։ Արդյունքները կտեսնենք մոտ ժամանակներս, ասում է նախագահը։ Սկսած ատոմակայանի շահագործման ժամկետի համար անհրաժեշտ վարկային միջոցների տրամադրման ժամկետից ու կառուցվածքից, որտեղ այնտեղ ենթադրվում է բավականաչափ մեծ 15% դրամաշնորհային էլեմենտ, վերջացրած Եվրասիական տնտեսական միության այդ պայմանագրի միանալու եւ ժամկետների մասին եւ պայմանների մասին ավարտած ռազմատեխնիկական համագործակցության խնդիրներով։ Եվ ես պետք է իմ բավարարվածությունը հայտնեմ այդ հանդիպման բովանդակությունից։ Եվրասիական միությանն անդամակցելու պայմանագիրը կստորագրվի, հավանաբար աշնանը։ Ես չեմ կարծում, որ այս տարի չենք ստորագրի։ Ես կարծում եմ կստորագրենք։ Եվ հանկարծ մեկ էլ տեսար, այս ժամանակը շատ չձգվեց միջև աշուն։ Տեսնենք։ Սարգսյան-Պուտին հանդիպմանը նաև գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալության հարցն է քննարկվել։ Ռուսաստանի նախագահը խոստացավ ուսումնասիրել այդ խնդիրը։ Նա տեղյակ չէր ոչ քրեական գործին եւ ոչ էլ ճանաչում էր Լևոն Հայրապետյանին գոնե անուն ազգանունով։ Նա խոստացավ ուսումնասիրել եւ մեզ տեղեկացնել կապված այդ առողջական խնդիրների հետ։ Կազդեն արդյոք Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները մեր տնտեսության վրա եւ ունենք արդյոք բացասական հետևանքները մեղմելու սցենարներ։ Կառավարությունը կանխարգելիչ միջոցառումներ ունի իր ծրագրում, պատասխանում է նախագահը։ Մյուս կողմից հիշեցնելով, Ռուսաստանն իր հերթին պատժամիջոցներ է կիրառում այլ երկրների դեմ։ Նշանակում է Ռուսաստանյան շուկայում շատ մեծ հնարավորություններ են բացվել մեր գյուղատնտեսական մթերքներ արտադրողների համար։ Խնդրեմ կոմպենսացնեն։ Մենք խրախուսելու ենք մարդկանց, որպեսզի ավելի շատ մթերք արտադրեն։ Մենք ստեղծելու ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի այդ մթերքը իրացվի Ռուսաստանի Դաշնությունում։ Արկադի Գրիգորյան, ժամը լրատվական։